Երևանում շոկ է, բայց մենք պատրաստել ենք մի բան, որին նույնիսկ Մալիբուի ծովափը կնախանձի։ Այսօր մեր հյուրն է մի մարդ, ով ժամանակին նարելոն երգով գրավել է Եվրոպան եւ վաղուց մեր սրտերը։ Այո, տիկնայք եւ պարոնայք, նա եւ երգում է, եւ ծիծաղեցնում, եւ երբեմն նույնիսկ բժշկում է։ Արամ MP3 միակ մարդը, ում նայելով Wi-Fi-ն ավելի արագ է աշխատում։ Իսկ հիմա դիմավորեք երեկոյի ամենաարագ ու ամենաուրախ հանդիսավարին, մարդ, ով չի թաքցնում ամռան հանդեպ իր սերը, եւ հենց հիմա նա այստեղ է։ Դիմավորեք Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո, սիրելի ժողովուրդ, հունիսն իր վերջին շնչով մեզ ասում է, այս վերջին շոկը քոնն է իմ սրտի արև։ Այո, ամառը պաշտոնապես սկսված է, բոլորը կամ գնում են ծով, կամ ուզում են գնալ ծով, կամ ընտրում են լավագույն տեսարանը սեփական բակից ու ստորի են անում ասելով summer mood։ Երևանը վերածվել է տապի ջերմատան, լուսաբացից մինչև մայրամուտ, բոլորը փնտրում են ստվեր, սառը ջուր ու զով սիրավեպ։ Բայց գիտեք ինչն է ամենամեծ հարցը, որտեղ եք ուզում հասկացնել ձեր ամառը։ Իսկ ես ուզում եմ հասկացնել իմը ձեզ հետ, այստեղ, Ներսարիում։ Մի պահ, եկեք շնորհակալություն հայտնենք մեր սիրելի Rutline Band-ին, տղեկ, բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ եք, ու այս շոկը իրենք են տանում առանց օթորակիչի, ուղղակի լավ երաժշտությամբ, սիրելի հայեր։ Ինչ-որ մի լավ երաժշտություն, սիրելի Rutline, որի ուղեկցությամբ ես կգնամ բար։ Ողջունեք ձեր անձնական բարմենին, այսօր դա կրկին ես եմ, ինչու, կարծում եմ շատերն արդեն գիտեն, որովհետև Ստյոպին անցած տարի ուղարկել ենք ծով, բայց դա մեզ չի կանգնեցնի ձեզ համար պատրաստելու մի խմիչք, որ ամառ է, հենց բաժակի մեջ։ Այսօր մենք կպատրաստենք ծովն իմ բաժակն է կոկտեյլը, հիշում եք, որ ես ձեզ համար պատրաստում եմ Easy Mixer, որպեսզի դուք եւս կարողանաք տանը ինձ հետ միասին Viendem կոնյակի հիմքով պատրաստել ես շատ հեշտ պատրաստվող կոկտեյլները, դիտել Ներսարին ու վայելել։ Հիմա կասեմ ինչ ենք անում, այստեղ լցրեցինք նանա, մի քիչ ճզվում ենք սառույցի վրա։ Հետո լցնում ենք 50 մլ Viendem կոնյակ, ես կլցնեմ 100-ը, որովհետև իմ եւ հյուրիս համար եմ պատրաստում։ Դուք էլ կարող եք բազմապատկել ձեզ հետ երեկոն կիսողների քանակով։ Ահա, կոնյակը լցված է, հետո ավելացնում ենք 50 մլ լիմոնի հյութ, ես կրկին կավելացնեմ 100-ը, անգամ 2, հիմա ես կխառնեմ, սառույցն արդեն ունեմ հարիչի մեջ։ Սուատ չի ստացվում, իսկապես շատ հեշտ է պատրաստել այս Easy Mixer-ը, սիրելի հեռուստադիտող, այնպես որ վստահաբար կարող եք միանալ ինձ հեռուստացույցի առաջ տանը, ինձնից պահանջվեց ընդամենը 2 րոպե, ոչ մի բան չկա այստեղ, ուղղակի ամառային ֆանտաստիկ մի կոկտեյլ Viendem կոնյակի հիմքով, բայց ամենակարևոր բաղադրիչը հիշեցնեմ Viendem կոնյակն է, հայկական ոգին ամառային շնչով։ Մնացեք ներսում եւ շուտով մենք միասին կդիմավորենք գիշերային իմ հյուրին։ Գնացինք։
դաստերով, լեռներով, ձորերով մոտոտ եմ գալիս Անամպերը սիրտը դաստերով, լեռներով, ձորերով որ գտնեմ գալիս Դու տունարի հոգիս դաստերով, լեռներով, ձորերով մոտոտ եմ գալիս Հենց դու ես ուզքում ինքը դաստերով, լեռներով, ձորերով որ գտնեմ գալիս Տիկնայք և պարոնայք եթերում ներսարի գիշերային շոունը և ահա ժամանակն է հասկանալու, թե ինչպես են իրենց ամառն անցկացնում աստղերը։ Այսօր այս հարցին կպատասխանի մի մարդ, ով ոչ միայն երգում է, այլ նաև կենդանի կատարումների ժամանակ կարող է պարել, կատակել ու միաժամանակ պատասխանել բազում հաղորդագրությունների, որոնք չեն դադարում և անընդհատ հասնում են նրա հեռախոսին։ Նա մեր երկրի մեգահիթերի արտադրության կենտրոնն է ու ասեմ, որ դրանք սպառվում են առանց ինֆլյացիայի։ Էնպես որ դիմավորեք Արամ MP3-ին, ներսարի։ What if it's only one kiss? That tongue's all season to your breast The song is wanting to rest I'm told going on chaos Բարի երեկո, բարի գալուս ներս, շատ ուրախ եմ քեզ կրկին տեսնել ներսում ու շնորհակալ, որ այստեղ ես, ոնց ես։ Լավ եմ, շնորհակալություն նախ սենց ընդունելության համար, շատ շնորհակալ եմ, մերսի շատ տղաներ։ Լայն ժպիտներով եւ կրկապած մենք քեզ միշտ սպասում ենք ներսում, արա, մեզ անգամ պատրաստել։ Հա, սկսենք դրանից, չէ՞, մի հատ ինձ թվում է պիտի որ դուրս գա։ Վաու։ Ասա որ դրանք բացվել է արդեն։ Առասարակ ոնց ես կոկտեյլների հետ, խմիչքների հետ, ունես սիրելի կոկտեյլ կամ տենց մեգա օրեր, որ ոչնչանալու օրեր են դրանք։ Լսի, տենց բավականին քիչ են այդ օրերը լինում, տենց շատ սեր չունեմ, բայց խմելուց ցանկանում եմ խմել նենց բան, որ մի քանի բաժակ խմես ու վերջ, այսինքն տենց չտանջես քեզ երկար, ինչ, այսինքն մի քիչ ավելի ալկոհոլը շատ միգուցե, այլ պինդ ինչ որ բաներ։ Վիսկի օրինակ։ Հասկացա, բայց ժամանակը եւ գրաֆիկը այդ կարել թույլ չէ։ Դրանք օրեր են, որոնք որ այսինքն պլանավորվում են տենց օրեր, շաբաթներ առաջ, որ այ այս օրը հիշեք, մենք այս օրը չենք հիշելու։ Արամ, այսօր մենք արդեն զրուցում ենք կրկնակի խազակիր Արամ MP3-ի հետ։ Շնորհավորում եմ քեզ։ Շնորհակալություն արդի շատ ուրախ եմ խազակիր։ Այդ շատ կարևոր իրադարձություն էր ու շատ սիրուն օրեր հայկական փոփ մշակույթի կյանքում այսօրվա, կուզեմ դու մի քիչ պատմես այդ օրվա քո էմոցիաների ու զգացողությունների մասին։ Իրականում շատ գեղեցիկ միջոցառում էր, շատ գեղեցիկ էր, այդ ամեն ինչը, դիմացը նստած, բոլորը սիրուն հագնված, փողկապներով, բաբուչկաներով, այսինքն այդ ամեն ինչը շատ սիրուն էր ու շատ գեղեցիկ էր կազմակերպած, ես իրոք ուզում եմ հայտնել շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին։ Միանում եմ։ Բարձր մակարդակի վրա էր ամեն ինչ արված, ու կապ չունի ես այդ օրը մրցանակ ստացա թե չստացա, այսինքն ես տղայիս աչքերով եմ նայում, որ ինձ հետ էր այդ օրը, մենք իր հետ պետք է մրցանակ տանք ու ինքը տենց ոգերված հայացքով նայում էր պապայս ինչ սիրուն է, պապայս ինչ լավ է, ես հասկացա, որ այսինքն իր ոնց որ գլխավորությամբ լիքը երեխաներ, երիտասարդներ, թինեյջերներ միանշանակ այսինքն հետաքրքրությամբ նայել են եւ հետաքրքրել են ինչա տեղի ունեցել այդ օրը։ Շատ շնորհակալ եմ, որ ստացել եմ այդ նվերը, շատ ուրախ եմ, բնականաբար դա պարտավորեցնող է, բնականաբար դա ստիպում է քեզ մոտիվացնում է այլ ավելի շատ աշխատես, ստեղծագործես, այսինքն այն ինչ որ անում ես, դա գնահատվում է, բնականաբար դա շատ ողջունելի է, դա շատ հարգելի է եւ ընդունելի է։ Երկու մրցանակ մեկ երեկոյի ընթացքում ու վերլուծելով, հա, Արամ, այդ օրը դրանից հետո եղած, չգիտեմ, քննարկումները, աղմուկը եւ այլն, ինչ ես կարծում, այս մեր փոփ ինդուստրիայի վրա ինչ ազդեցություն կունենա։ Ես ընդհանրապես մտածում եմ, որ նման միջոցառումները տարբեր ֆորմատների պետք է բնականաբար շատանան, այսինքն բացի նրանից, որ արտիստը երգում է ինչ-որ հանրության համար, երգում է այսինքն միգուցե տենց փակ միջոցառումներում, սա մի հատ ոնց որ քննության նման մի բան, այսինքն արդյունք է, որտեղ դու ստանում ես քո գնահատականը, որովհետև հակառակ դեպքում ոնց որ դու անում ես ու իրականում ոչ թե մրցակցությունն է այստեղ կարևոր, ով է ումից լավ, այլ այն որ մարդիկ կարողանում են գնահատված իրենց զգալ իրենց աշխատանքի դիմաց, այսինքն
ամենամեծ գնահատականը բնականաբար դա հանդիսատեսի գնահատականը, երբ որ քեզ տալիս են ծափահարություններ բղավում են, եւ երկրորդը արդեն մասնագետների կողմից, ովքեր որ մասնագիտական իրենց տարբեր կարծիքների հիմքում որոշում են, որ օրինակ այս երգը կամ այս տեսալովակը կամ այս երգիչը լավագույնն էին այս տարի։ Շատ լավ էր, որ շատ ընկերական էր ամեն ինչ, այսինքն կարար ինչ-որ լարվածություն լինի, չէ՞, որ ասում են դա հայավարի կարող է, բայց չէ, այնքան ջերմ էր ամեն ինչ, որ ոչ մեկից ես կարծում եմ չի նեղացել եւ բոլորը տենց իրար տենց ուրախ ծափահարում էին, որտեղ բոլորը սպասում էին, որ վերջապես նման մի հատ միջոցառում տեղ ունեցա, որտեղ կարող են գնալ, այսինքն ինչ-որ մրցանակա աշխատանք շատ հաճելի էր։ Իսկ խոսենք մեծ մրցանակների երազանքների մասին, կա օրինակ կոմոդ մինչև այսօր այդ մտքերը, ցանկությունները, երազանքները, չգիտեմ, Grammy կլինի, Oscar կլինի, Emmy կլինի, Golden Globe։ Բնականաբար այսինքն նպատակներ, որ ասեմ, այ հիմա ես աշխատում եմ Grammy-ի վրա սուտ կլինի, բայց եթե մի օր տենց ինչ որ երգ դառնա, ինչ որ աշխարհարչակ հայտնի ու արժանանա տենց ինչ որ մրցանակի, բնականաբար վաու բայց կոնկրետ հենց այդ ուղղությամբ չեմ աշխատում, այսինքն սուտ կլինի, որ ասեմ հենց կոնկրետ Չի տանջում քեզ։ Չէ։ Արամ, հունիսը վերջանում է, արդեն ունես պլանավորած օրեր հանգստի, թե ժամանակ չկա, ինչպես միշտ։ Իմ հանգիստը երբեք ամառը չի լինում։ Ես փորձում եմ ընտանիքիս ուղարկել հանգստի, այդ ընթացքում ես քեզ ասեմ, մոտարապես մի 4 անգամ պլանավորված է եղել այս տարիների ընթացքում գնալ ծով, ես գնել եմ տոմս, որ նրանց հետ գնամ, բնականաբար հետո ես իմ տոմսը փոխել եմ, ես նրանց ուղարկել եմ, հասցել եմ Արանքում 2-3 օր նրանց հետ լինել, հետ գալ, այսինքն ամբողջական ամառային արձակուրդներին տենց չեմ կարողանում միանալ, որտեղ ամառը ավելի շատ աշխատանքային սեզոն է, այո։ Ձմեռ, ավելի շատ հունվար։ Ձմռանն ես հիմնականում գնում հանգստանալու։ Ձմռանը, որտեվ հունվարին ավելի շատ, այսինքն բնականաբար ավելի пассив են, այսինքն այդ հետոնական դեպրեսիա է բոլորի մոտ, բոլորը այդպես ինչ-որ փորձում են ինչ-որ միտեղ գնալ, ծրվել, հանգստանալ եւ նոր տարուց հետո ամենաճիշտ երևի սեզոնն է, որպեսզի կարողանաս համ մտքերը տամփոփես, պլանավորես տարիդ, համ էլ ընտանիքիդ հետ լինես ու ազատ լինես։ Այ որն է քո երազանքների հանգիստը, որ ասես արդ մի օր այդ պետք է անեմ։ Այնպես հետաքրքիր բան է, ուրեմն միշտ միջև հանգստի գնալը մտածում ես երբ է գալու այդ օրը, որ ես գնամ ուղղակի անջատեմ հեռախոսս դնեմ մի կողմ ու ընդհանրապես չմտածեմ աշխատանքի մասին ու դու ամբողջ տարի ոնց որ մտածում ես դրա մասին, գնում հասնում ես հանգստի տեղը, հեռախոսը զանգում է, դու էլի վերցնում ես հեռախոսը ու էլի ամբողջությամբ մտքերով աշխատանքի դու չի լինում, այսինքն կտրվել, ես նախանձում եմ այն մարդկանց, ովքեր կարողանում են ուղղակի սենց անջատել ամեն ինչ կտրվել աշխարհից։ Փորձել ենք մի քանի օր միգուցե, բայց միևնույն է, այսինքն գիտես որ արժևում կան ինչ որ առաջիկա ինչ որ պլաններ, ծրագրեր, միևնույն է, միգուցե զանգեն այդ հարցով, դրա համար ես տենց 24/7 ռեժիմով կապի մեջ հեռախոսը միշտ միացրած եմ։ Լավ, գանք դեպի ընտանիք, պատմիր մեզ Արնոյի, Շողերի եւ Դավիթի հետ քո հարաբերությունների մասին, այս քաոտիկ գրաֆիկով ինչքան ես հասցնում։ Ես հիմա գտնվում եմ այն փուլում, որ ունեմ 3 տարբեր տարիքային սերնդի երեխաներ, 14 տարեկան, 7 տարեկան եւ 2 տարեկան ու հասկանում ես, որ իրանք շատ տարբեր են հիմա մտածում, շատ տարբեր աշխարհներից են, Արնոյին հետաքրքրում է լրիվ ուրիշ բան, Դավիթին լրիվ հակառակը, Շողերը դեռ հələ չի մտածում այդ ուղղությամբ։ Այսինքն ես փորձում եմ ոնց են համակարգչի մեջ որ փորձում ես լեզուն փոխես, դնես Arial Armenian, հետո English, հետո Russian, այտենց, այսինքն ես փորձում եմ տարբեր խոսել, որովհետև իրանք իրար չեն հասկանում, Արնոյի համար Շողերը, ոնց որ ավելի շատ ինքը ծնողական հայացքով է նայում Արնոն, Դավիթը եւ Շողերը թեկուզ եւ հասակակից չեն, բայց նրանց մեջ ինչ որ այդ մանկականը կա ինչ որ մրցակցություն, ես եմ ուզում ես խաղալիքը եւ այլն, բայց միևնույն է Դավիթը ավելի շատ է հասկանում, քան թե Շողերը, փորձում ես ամեն մեկին ինչ որ իր լեզվով բացատրես, Արնոյի դեպքում արդեն հեշտ է, որտեվ Արնոն դե մեծ տղա է, արդեն մեծ տղա է, 14 տարեկան է, Դավիթս ինքն էլ ուզում փոքր լինի, որտեղ հիմա որ տեսնում է Շողերին, արդեն Շողերը կա, ինքն էլ ուզում փոքր լինի ու լրիվ հասկանալ է, որտեղ 6-7 տարեկան է, այսինքն ինքն էլ ես երբ որ ծնվում է փոքր երեխա, միանգամից մյուսը մեծանում է, ես դա հասկացա Արնոյի վրա, երբ որ Դավիթը ծնվեց, բայց երբ որ տենց հետ ես նայում, հասկանում ես, բայց դե բոլորն է երեխա են, էլի, ինտերվալը մանավանդ եթե հանկարծ փոքր է, ավելի է։ Այնպես որ ամրոց մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր, իսկ Շողերի դեպքում ընդհանրապես շատ բան փոխվեց ինձ մոտ, որովհետև աղջիկ երեխան
լրիվ ուրիշ մոտեցում է պահանջում աղջիկ երեխայի հետ ես տենց դարձել եմ փափուկ բարձ էլի այսինքն ինքը ինձ կարա վերցնի սենց պապա գիտես ես պամադա ունեմ արի քսենք բան ինձ դեռ ինչ բացատրես պապանը շանս չկա ես ասում եմ շանս չկա գնացի Արա իսկ երեխեքը լսում են քո երգերը ոնց է իրենց ծանոթացնում քո մշակույթի հետ Արնոն լսում է չգիտեմ այսինքն ունի playlist-ում թե չէ Դավիթը լսում է աշխատանքային process-ում երգերը բնականաբար տեղյակ է շողերը չէ շողերը հերոստացույցով որ տեսնում եմ համար պապա քեզ են ցույց տալիս արի ապարենք տենց երեք հենց օրինակ նախ հերոստացույց ցույց են տալիս իմ տեսալովակը ու ինքը տենց եկավ ինձ պապա արի ապարենք ինքը իմ երկրի տակ բարմա կապ չունի արագ դանդաղ ինքը եթե տեսնում է ինձ հերոստացույցով պետքա ապարենք Արամ հիշում եմ Facebook-ում հրապարակում է իր արել քեզ բեմում լուսանկարը իր հրապարակել ու գրել է իր դուք եկի ոգեշնչման աղբյուրը ուզում եմ հիմա մեզ այսօր ավելի մանրամասն պատմես ինչն է քեզ ոգեշնչում նոր երգեր ստեղծել ոնց այդ process-ը առասարակ գնում նոր հիթերի ստեղծման իրականում ինքը շատ տարբեր է ոգեշնչումը բայց հանդիսատեսից եկող էներգիան միանշանակ տալիս է քեզ այն իմպուլսը որը ստիպում է քեզ ստեղծագործել այսինքն միևնույն է երգի ժամանակ դու հասկանում ես հանդիսատեսից որ երգի որ հնչյունների վրա են մարդիկ ինչ ձևի արձագանքում եւ դա քեզ տալիս է մտածելու տեղ այսինքն սենց բան են ուզում այսինքն սենց բան է պետք ու բացի դրանից այն էներգիան որը գալիս է դեպի քեզ այդ երևի ամենահաճելի բանն է երգիչի ընդհանրապես արտիստի կյանքում երբ որ դու բարձրանում ես բեմ ու երգից հետո ստանում ես այդ ձայնային sense ուժգին հարվածը դեպի քեզ, որը քեզ տալիս է հենց այդ էներգիան, հենց այդ ստիմուլը, հենց այդ մոտիվացիան, հենց այդ աշխատանքի ուժը, որ դու կարողանաս աշխատել, դրա համար գրել եմ դուք իմ ոգեշնչումն եք, որովհետև հանդիսատեսի նման արձագանքը քեզ միշտ ստիպում է աշխատել, չլինել пассив, հասկանալ, որ դու դեռ անելիք ունես, քեզնից դեռ բաներ են սպասում։ Ոնց են գրվում այդ հիթերը։ Իսկ ու մեկ էլ հետաքրքիր է նաև քո վերաբերմունքը այն գործերին, որոնք լայն տարածում չեն գտնում, հետո ոնց ես դու այդ երգերին։ Նորմալ։ Սկզբում, ամենասկզբում ասեմ, իհարկե ինձ համար զարմանալի էր, ինչի՞ չէ, բայց հետո հասկացա, որ այո, հենց այդտենց, որովհետև ուրեմն լավը չի, այսինքն կան դրա բարձ պատասխան, կամ երգը լավն է, կամ երգը լավը չի։ Իհարկե կան երգեր, որոնք որ միգուցե լադային տեմպո-ռիթմիկայի առումով մեր հանրությանը այդքան էլ ոչ թե հասանելի չի, այլ ոնց որ դա մերը չի։ Միգուցե, այսինքն ֆանկ ժանրը օրինակի համար այդքան չի ընկալվում։ Այսինքն հանդիսատեսը այդտեղ ոնց որ դու ավելի փոքրացրեցիր քո օղակը։ Պետք է անես այնպիսի գործեր, որոնք որ ընկալելի լինեն շատ-շատերի կողմից։ Եթե խոսքը գնում է պոպ երաժշտական ինչ-որ հիթի մասին, բնականաբար այնտեղ կան որոշակի նրբություններ, որ բառերը հիշվող լինեն, ինչ-որ բաներ կրկնվեն։ Չնայած միևնույնն է, նման, այսինքն գաղտնիքներ, նման ինչ-որ տենց բանալիներ օգտագործելով, միշտ չի որ ամեն ինչ ստացվում։ Շատ բաներ, այսինքն երբ որ դու ինքդ ես անում, ինքդ ես գրում, քո գրածը դու չես կարողանում գնահատել երբեք։ Դա չի լինում, այսինքն միգուցե փորձը ժամանակի ընթացքում քեզ ստիպում է ինչ-որ բաներ հասկանալ, բայց միևնույնն է, միշտ չի որ կրակում ես 10-ից 10։ Այսինքն ես ունեմ երգեր, որոնք որ ինձ թվացել են, որ միանշանակ կսիրվեն, միանշանակ չեն սիրվել։ Հա, այսինքն ու երկեր որոնց վրա դա էմոցիա է, դա էներգիա, դա ձայնի ինչ որ տեմբրա, որը միգուցե մարդկանց հաճելի է կամ տհաճ է, դա միգուցե հերթականությունն է նոտաների, որոնք մարդկանց մոտ առաջացնում են անտարբերություն կամ հակառակը։ Այսինքն դրանք ինչ որ զգայական մակարդակի վրա բաներ են, որոնք որ միշտ չի որ կարողանում ես զգուշակել եւ հենց այդտեղ է կայանում ամենամեծ այդ հետաքրքիր բացահայտումը հիթի ստեղծման, որ ոնց անես, որ ճիշտ լինի։ Ու շատ դեպքերում ես եկել եմ նրան, որ եթե երգը ինձ առաջացնում է
փշաքաղմանը մոտ ինչ որ զգացողություններ հիմնականում միտադառնում։ Կկիսեն մարդիկ։ Հիմնականում միտադառնում ու ես sense ամեն անգամ եկած ասում դե փշաքաղ, չի լինում։ Հա, չէ, բայց ինքը բավական հետաքրքիր, բայց դրա հետ մեկտեղ բարդ process է։ Բարդ process է, որովհետև ես փորձել եմ նույնիսկ անել այտենց focus group հասկանալու համար։ Հասկացա focus group-ը ընդհանրապես սխալ տարբերակ է, որովհետև մարդիկ շատ տարբեր կարծիքներ ունեն, տարբեր ձև են ընկալում տարբեր երաժշտություններ, այսինքն նույն երգը կարող ես դնել տարբեր մարդկանց, մեկը ասի շատ լավ է, մյուսը ասի շատ վատ է, հանգած չհանես այս երգը։ Մյուսը ասի գործիքարման մեջ խնդիր կա, մյուսը ասի բայց բառերը կարող է մի հատ նայես, մյուսը ասի բառերը ֆանտաստիկ է ուղղակի, բայց գործիքավորումը փոխի ու դու խառնվում ես ընկնում ես։ Այսինքն Չես ուզում կպնես հետո այդ երգը։ Հա, հենց տենց բան էլ կա, երբ որ շատ ես սկսում աշխատել երգի վրա, դու փչացնում ես երգը։ Նույնը նկարիչներն են ասում, այսինքն հենց սկզբից եկածը, երբ որ հետո սկսում ես երկար աշխատել վրան, ինքը արդեն կորցնում է իր այդ էներգիան։ Դրա համար այսինքն այն ինչ որ սկզբից հենց բռնել ես, քեզ բռնկել է, հենց դրա վրա պետք է աշխատես ու տաս արդեն հանրությանը։ Կամ հա, կամ չէ։ Իսկ եղել են երգեր, որ դու մտածել ես, որ այս անում եմ, որտեվ ես ուղղակի սիրում եմ, մեկ էլ տեսել ես հաջորդ օրը ամբողջ Երևանը է տալիս։ Կա անտենց երգեր, այո։ Որ չես սպասել հեչ, որ մարդիկ կկիսեն։ Ես հենց Նաթլոն երգը կարամ ասեմ։ Որովհետև Նաթլոն երգը, որը որ գրվել էր, ընդհանրապես գրված չէ եղել Եվրատեսիլի համար, ու դա զուտ տենց էմոցիա էր, որը ստացվել էր մեզ մոտ, Լիլիթի հետ Տավասարդյան, ու մենք ընդհանրապես չենք, բայց Եվրատեսիլը հենց այն հարթակներ, որտեղ հենց նման երգ պետք է ներկայացվեր, այսինքն ու ես հանրության կողմից ընդհանրապես նման արձագանք չէի սպասում։ Այսինքն ես մտածում էի միգուցե եվրոպական հանրությունը Եվրատեսիլի, այսինքն կընդունի այս երգը, որովհետև ինքը տենց է, չէ՞ մտածում, դե ընդեղի է, Եվրատեսիլի է, բայց ես ընդհանրապես չէի սպասում, որ նման արծի։ Ես իհարկե սիրում էի այդ երգը, ես շաքաղվել եմ այդ երգը առաջ անգամ լսելուց, բայց ես չէի մտածում, որ հանրությունը կընդունի այդ երգը ու տես, այսինքն լրիվ հակառակ բան եղավ, այո։ Այսինքն չես կարող, միևնույն է չես կարող։ Շատ բարդություններ կան երգի ստեղծման հետ կապված, երբ որ ինչ-որ մի բան կրակում ես, ստացվում է, փորձում ես նույնից անել։ Երկրորդը նույն ձև չի կրակում։ Փորձում ես փոխել ժանրը։ Այսինքն ինքը շատ բարդ process է, բայց դրա հետ մեկտեղ երբ որ ստանում ես արդեն արդյունքը գնահատական է, հենց դա է այն էներգիան ու այն motivation-ը, որը քեզ տրվում է։ Հիմա ունես ինչ փուլում ես, հիմա ինչ աշխատանքներ ես անում, ինչ երգեր են գալու։ Հիմա ստեղծագործական փուլում եմ, ունեմ երգեր, որոնք որ ուզում եմ տենց կամաց հասկանալ որն է, որ պետք է լինի առաջինը, որն է, որ պետք է լինի մյուսը, մի քիչ խառնեմ մտքերով։ Ստեղծագործական մտքերով խառնեմ, բայց հուսով եմ ես մի ամսվա մեջ ավելի կկենտրոնանամ եւ արդեն հանրությանը կներկայացնեմ նոր երգ։ Երկրորդ կիսամյակում այս տարվա լավ, ինչա սպասվում են մարդկանց, ովքեր սիրում են քեզ հետևում են։ Երգեր, տեսահոլովակներ միանշանակ կլինեն, այդ հաստատ։ Համերգի հետ կապված դեռ նորություն այս պահին չունեմ, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի անենք մի հատ հետաքրքիր համերգ։ Աշխատանքային process-ը։ Այո, այսինքն աշխատանքային process, աշխատանքային ստեղծագործական process։ Լավ, ես քեզ էլ չեմ ուզում տանջել իմ հարցերով, արամ, բայց մենք ունենք քեզ համար մի խաղ, որի մասին ես էլ այդքան շատ բան չգիտեմ, որտեվ հետդ պիտի խաղամ։ Դից որ հիմա կարճ դադար, որից հետո ես, դու ու մեզ դիտողները կիմանան թե ինչ խաղ են խաղալու, գնաց։ Եթերում Ներսարի գիշերային շոուն է եւ մենք այսօր պատրաստել ենք մի հետաքրքիր խաղ, օրինակ փոքր երեխեքը, որ արդեն սովորել են խոսել, ինչ որ բառեր գիտեն, բայց
դեռ բառակապակցություններ ու շատ բաներ չեն կարողանում ասել, սկսում են ինչ-որ բառերով երգել, չէ՞, տենց չգիտեմ։ Իմ աղջիկը ասում է սիմա բոյ, ավելի տենց։ Միշնյա Պատուհան, բասկաթոր, աթոր, մաման գնաց, պապան եկավ, այսպես ինչ-որ բաներ ենք հիմա ես ու դու անելու արեմ, որովհետև պիտի կարդանք բառը ու միանգամից երգենք երգ։ Բարի հետ կապած երգ։ Այո, որը գոյություն ունի։ Չնայած այդքան էլ ադեկվատ չի Արամի հետ ինչ-որ խաղալ, որի մեջ կա երգել ու հետ կապված հանձնարարություն ամեն դեպքում։ Քո հետ չարժի էս խաղը խաղալ, բայց մենք Okay, գնանք տեսնենք ինչ։ Փորձել ենք գնալ այդ համարձակ քայլին։ Մենք սկսում ենք խաղալ հիթային մենամարտ Արամ MP3-ի հետ։ Գնացինք։ Դանակ մկրացր եմ, դանակ։ Ես մեկ հավասար, մեկ։ Snake my bitch up, հա։ Snake idiot. Yes, snake my bitch up։ Snake idiot, դու գրեցիր, okay։ Hotel. Welcome to the Hotel California։ Մի սովորական տղա, սովորական բառն է, որ սիրեց մի աղջիկա։ Հա, ես մեկ եղավ։ Sunrise, բայց Sunrise-ով դե լիքը երկ կա հաստատ։ Sunrise, la 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 la, Նորա Ջոնսի եկնա։ La 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 la, la la Չէ, Նորա Ջոնսի եկնա։ Sunrise, you're like Nanan in your eyes, la 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 la. Չեմ լսել։ Կգտնեք եթերում կա հաստատ։ Մարտ։ Յարա Մարտին։ Չէ, Մարտ գիժամիս։ Դու ինձ հանգիստ չես տալիս։ Մարտիուտ, տեսանեկավ, բայց ուշ։ You're not alone. Alone. Հա գրեց you're not alone. Ես եկի չէի իման։ Չէի հիշում։ Only you. Okay. Առանց քեզ տունը իմ ցուրտ է արիտես։ Ես առանց քեզ Կապրեմ առանց։ Մտաշնի ես է։ Բանակ հայկական Մեր անունն է հայկական բանակ։ Արծաթափայլ ծև չկա։ Արծաթափայլ անձրևը։ Լիլիթ Կարապետյան։ Չգիտեմ, ինչ գալիս է մտքից։ Եվ թիթեռները։ Արմինկա ինձ հուշում են։ Ինչ-որ արծաթափայլ։ Հա, բայց ես չգիտեի, չէ, այս երգը։ Արծաթափայլ, Արմինկա եւ Լիլիթ։ Տապ։ Տապ։ Ինչ դժվար բառեր է ամ։ Տապ։ 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 Անձրև է եկել, տապ, չէ, տենշել չէ։ Տապ։ Չէ, ես տապով բացառվում եմ երկիշը։ Շարժում ենք ձերքեր, հետո կոնքեր, տապ չէր, չէ։ Տապ, ալա, հետ էլ չի։ Տապ։ Ռապ, տապ, չկա, Հացտեկարը։ չկա։ Նախավերջինին։ Կանաչ, կարմիր, Կակաչ։ Կարմիրը կակաչները, Ներկել են դաշտերը։ այո, ես մեկ էլ եմ։ Ոսկի։ Ոսկիով հաստատ երգեր կան։ Անհնար է չլինի։ Վույաման, դրա մեջ չկար ոսկի վար։ Թակավոր լինելուց լավան, այնտեղ ուտում խում էին շարունակ, բայց ոսկի չկար։ Ոսկի։ Էմոքո ոսկի թևերը, բան, ոսկի։ Ոսկի կամար, մեկյար ունեմ բիշմիար մետագիր։ Կապել եմ Դե հայկական երգ չէ էլի ստովը։ Բայց ոսկե կամար էր, թե ուրիշ բան է։ Ունքերդ կամար։ Ախվելանը չէ, էդ էլ չի։ Մեկյար ունեմ Ոսկե կամար, ինչ-որ տես ծանոթ բան ես ասում։ Արա ոնց էր այդ երգը։ Մի հատ
Ասեք աղբերներ հարսանիքներին են որ փեսոտուն են գնում սաղետ են երգում։ Ոսկե։ Ոսկի։ Չէ, լուրջ եմ ասում, չգիտեմ։ Էտա երևի։ Ոսկով մի խոսքով ոսկեով երգա պետք գրել։ Կապել ես ոսկի համար։ Կապել ես ոսկի համար։ Բայց ո՞նց է այդ երգը։ Կապել ես ոսկի համար։ Այսինքն կապել ես ոսկի։ Լավ, ես իմ հեղինակային տարբերակն եմ հիշում այդ երգի, որը մի քիչ չեմ կարծում, որ հիմա եթերային է, չերգենք, ավարտենք այսքանով այս խաղը։ Շնորհակալություն քեզ Արա, որ եկար։ Շնորհակալություն դրական էներգիայի համար։ Միշտ գրկաբաց սպասում ենք քեզ ներսում, նոր մրցանակներով, նոր համերգներով, երգերով, տեսարովակներով ու հիթերով։ Շնորհակալություն։ Ես կփորձեմ ոսկու հետ կապված ինչ որ մի երգ մի նոր երգ խնդրում եմ ոսկու հետ կապված այս խաղը խաղալուց, որ այսպես չլինի մեր վիճակը։ Գիտեք, էլի մենք պետք է ունենանք ոսկով ինչ որ։ Հաստատ կա, ուղղակի չհիշեցինք իսկ։ Հին երգերի մեջ մանավանդ ոսկե թևերով չկա, ոսկեզոծ 30 կլոր լուսի ոսկեզոծ աշունը, բան չէ, պետք է լինի, չէ, ոսկեզոծ աշունը, ոսկե տերևները, ոսկե մազերը, ոսկենք։ Լավ, գրեք մեկնաբանություններում ինչ երգեր գիտեք ոսկի բառով, իսկ մենք այսքանով ավարտենք Ներսարի գիշերային շոուն։ Շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին, մնացեք բարով։ Այսպիսով մի սովորական տղայից մի անսովոր երեկո ստացվեց։ Շնորհակալություն եւս մեկ անգամ Արամին այս հիանալի ու մտերմիկ հանդիպման համար։ Ամառը դեռ առջևում է, բայց մենք արդեն սկսում ենք տաքանալ, սիրելի հեռուստադիտող, հիշեք նույնիսկ երբ ամեն բան գոլ է, լավ ընկերությունը պետք է լինի կրակոտ։ Բարի գիշեր բոլորին։ Քեզ համար հորինել արևի փոխարեն մեծը ավելի եթե դու կուզես աստերից հենց հիմա կշարեն քո դիմաց